Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV-ի եթերում իր աշխատանքը սկսում է տոնը շնորհավոր Ձինետ նախագիծը։ Եվ հարգանքներս բոլոր այն անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր հետևում են եւ միշտ ակոպով նայած ակնկալում են հետաքրքիրը, թարմը, նորությունները եւ իհարկե հանդիպումներ բավականին լուրջ եւ հաճելի դեմքերի հետ։ Ֆորմատը չեմ խախտում, ուզում եմ շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով ու ամենակարևորը առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք թաղապար եւ իհարկե անցնում ենք բուն թեմային։ Այսօր տոնն է իմ ամենասիրած, թույլ տվեք երգս նվիրեմ կանանց, ու ամբողջ կյանքում լուր ասպետաբար սիրեմ ու սիրով ծառայեմ նրանց, բայց եթե չլիներ մայրը, չեր լինի ծառը կենաց, ու ամեն տարի կանանը ավելի կոնկրետ մարտի ութին ես պիտի լինեմ անպայման տանը իմ սիրելի մայրիկի կողքին մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս Ես սիրել եմ ու սիրելու եմ միշտ Դե կանանց հարցում սերն է մենակ ճիշտ Ձեր գրկում կյանքս գլորվեց գնաց Ես սիրում եմ ողջ աշխարհի կանանց Բայց եթե չլիներ մայրը Չեր լինի ծառը կենաց Ու ամեն տանի կանանը Ավելի կոնկրետ մարտի ութին Ես պիտի լինեմ անպայման տանը Իմ սիրելի մայրիկի կողքին Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մարտի ութին Ես պիտի լինեմ անպայման տանը Իմ սիրելի մայրիկի կողքին Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Դե
Դենչ 21 TV-ի եթերում աշխատանքը սկսել եւ ընթացքի մեջ պահպանում է տոնը շնորհավոր Զինետ նախագիծը եւ այսպես լավ տրամադրությամբ ասեմ, որ ճիշտ է մարտի 7-ն է եւ հենց այսօրվանից մեկնարկում է հարգարժան տղամարդիկ մեր մեկամսյակը։ Սա ուղղակի ձեզ համար է, մեզ համար չէ, էլի, որովհետեւ 12 ամիսն էլ մերն է։ Սա ուղղակի ավելի բուն ուշադրություն է ուզում այսօրվանից սկսած։ Իսկ ես լինելով կին չէի կարող բաց թողել այս թեման եւ ես որոշել եմ մեկ ամսվա ընթացքում ինձ մոտ տաղավար հրավիրել բոլոր այն ազդեցիկ կանայք, ովքեր որ ունեն ազդեցություն միջ օրս նաեւ տղամարդկանց վրա, շրջապատին եւ առավել եւս ոչ միայն արտիստ են, բիզնես լեյդի են, այլ նաեւ այն կանայք են, ովքեր որ թեկուս համացանցով ճաշակ են թելադրում։ Ով է լինելու ինձ մոտ տաղավարում եւ ում հետ պետք է Ակոպովնան մեկնարկի մեկամսյակը։ Շատ եք սպասել։ Տեսանյութ, որից հետո արդեն ես իրով բարի գալուստ կմաղթեմ իմ շատ սպասված հյուրին։ Դենչ ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ, ովքեր որ հետևում են այս գեղեցկադեմ, միշտ թարմ եւ երիտասարդ բիզնես լեյդի գործունեությանը, ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ ասում են Ակոպովնան, չարժե որ դու երկար, բարակ բացատրես թե ով է քեզ մոտ տաղավարում։ Դու ուղղակի միանգամից ասում ես Diamond King, որ միշտ սիրում եմ ասել, Տիկին Նարինե Չարչյանինս քեզ մոտ հյուրընկալել, մենք արդեն սիրով լսում ենք ձեր հարցազրույցը եւ ես մեծագույն սիրով Տիկին Նարինեից ասում եմ բարի օր, բարի գալուս ձեզ։ Բարի օր Զինա ջան, շնորհակալ եմ շատ, անչափ շնորհակալ եմ, որ սկսելով կանանց մասին հաղորդաշար, առաջինը ինձ հրավիրել ես հյուր։ Շատ սիրով եմ եկել եւ քեզ հետ բոլոր հարցազրույցները անցնում է շատ լավ, շատ սենց դրայվով եւ ոչ համապատրաստից ու շատ գեղեցիկ ու բնական։ Ես կխեղտվեմ, որ հենց հիմա եթերը չխախտեմ ու չասեմ, որ դուք այսօր շատ էլեգանտ ու սիրուն եք։ Ձեր նոր ոճը ինձ նման է։ Մենք մի քիչ սկսել ենք իրար նմանվել, չէ՞։ Դրա համար ես հարգում եմ, շատ սիրում եմ ձեզ, որ ամեն անգամ հյուրովի եք։ Նոր ոչ չի, ուղղակի նայելով վերջերս քո ստորիները, տեսնելով թե ինչ գեղեցիկ հագուստներով ես դու ներկանում, մտածեցի այնպես գամ, որ հանկարծ էստեղ Լավ էլի Տիկինարն է։ չզիջեմ քեզ։ Շատ լավ։ Քանի որ դուք այն բացառիկ դեմքերից եք, որ ամսոմից չեմ կարող հաշվել, թե քանի անգամ եք հարցազրույցների մասնակցում, ինձ թվում է դուք ուղղակի չեք էլ ուզում նեղացնել այն սերնդին, որը որոշում է ձեզ հետ հանդիպում կազմակերպել, կներեք էլի որ տենց եմ ասում։ Ասում եք թե լավ, մի հարցազրույց էլ ավել պակաս չի խանգարի։ Վստահ եմ տենց եք ասում Տիկինարն, չէ՞։ Ընդհանրապես ես սիրում եմ ընդառաջել բոլոր այն մարդկանց, ովքեր այդքան համարձակություն են ունենում, որ մտածում են կարող են ինձ հետ հարցազրույց ունենալ։ Եվ եթե անգամ այդ հարցազրույցը չի գնում հարցերը այն հետաքրքրությամբ, ես խոսում եմ այն, ինչ ուզում եմ խոսեմ եւ հաղորդումը ստացվում է։ Բայց այդպես չի, որ ամեն ամիս ու չեմ ուզում նեղալ շատերին, իրականում նեղացնում եմ առանց մտածելու, ոչ թե նեղացնում եմ, այլ ասենք մարտի 8-ը առիթ է, ասենք արդեն շատերը գիտեն եւ շատ առաջարկություններ եմ մերժել,
ասելով, որ ես Ձինայի հետ պետք է անցկացնեմ այդ հաղորդումը, քանի որ Տեսնում եք, չէ՞։ իրականում, քանի որ ստացվում է ժվոյ իրապես հետաքրքիր հաղորդում, չկրկնվող։ Բայց այնպես չի, որ ինչ որ սենց մեծամտություն, չգիտեմ, չէ։ Ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր համարձակվում են ինձ հետ հարցազրույց վարել, ինչի՞ չէ, թող փորձեն։ Ու այդ իրանց դիբյուտն է լինում ու կարծում եմ օգնում եմ, որ իրանք, որ իրանք Լավ, դուք հարթեցիք իմ հարցը, չնայած ես ուզում եի ասել առաջ։ Քեզ հետ չկա այդ խնդիրը։ Ես չեմ եկել, որ քեզ համար ճանապարհ հարթեմ վաղուց, դու ես ամեն ինչի մեջ կաս, բայց այն մեր նոր հերոստա լրագրողները, որ ովքեր ուզում են քայլ անեն եւ այնքան են զանգում եւ այնքան սիրով են ուզում, այնքան են sense փափագում, որ ինձ հետ հարցազրույց ունենան, որ ուղղակի ես պետքա լինեմ անսիրտ մեկը, որ մերժեմ։ Լավ, հաշվենք պատասխանեցիք, բայց դուք տեսել եք ձեր դեմքը կողքից օրինակ, երբ որ լավ չեն մոնտաժում այն հարցը, որը ձեզ հոգնածրել է, եւ Չեստն գվարյա մոնտաժ ընդհանրապես չունեմ հարցի հետ կապված։ Հա, բայց ձեր դեմքը չեն մոնտաժում, որ դուք արդեն լավ էլ այդ հարցը հերիք ես պահի տակ, չեմ կարողանում երևի թե պահեմ էմոցիաներս, բայց հաջորդ պահին այնպես եմ անում, որ սկեմ բանը իրավիճակը։ Այո։ Դե հենց այդ հարցից էլ սկսենք։ Հարց, որ ամենաշատն է հնչում ձեզ տալիս են, Տիկին Անեն, որն է, որ արդեն նյարդայնացնում է ձեզ։ Այդ որ հարցն է, որ բոլոր ստաբիլ այդ հարցը տալիս են։ Որովհետև ես լսել եմ հաղորդավարներից մեկ ասեց ուզում էի այդ հարցը տայ, մեկ էլ հիշեցի, որ Տիկին Արնեի դեմքը արդեն փոխվում է, որ հերիք է այդ հարցը տակ, էլի բոլորը գիտեն այդ պատասխանը։ Ես նգվարյա իրականում չեմ ուզում որևիցե հարց բարձրաձայնեմ, որ ինձ բոլորը գիտեն, որ հարցերն են հաճախ կրկնվում։ Չեմ էլ մեղադրում այդ մարդկանց, որովհետև առաջի անգամ երբ որ ինձ հետ հարցազրույցի են լինում, դա փորձում են երևի թե նենց հարցեր տան, որոնք եղել են, որոնք չգիտեմ ինչ, կամ այդտեղից են վերցնում, դե գիտես Զինա ջան, որ ես երբևիցե որևիցե եւ այսօր էլ էստեղ եմ ու դու շատ լավ գիտես, մենք ինչքան ենք իրար հետ հարցազրույցներ, ընդհանրապես ում հետ որ լինի, երբևիցե ես նախորոք հարցերը չգիտեմ, երբևիցե ես պատրաստված չեմ Եվ չեմ սիրում, երբ որ ես պատասխանում եմ եւ ինքը պատասխանից անկախ հեռախոսի մեջ իր հաջորդ հարցն է ման գալիս, նայում եմ մարդու դեմքին, որ ռեակցիա տեսնեմ, բայց այնտեղ ինքը իր հարցն է փնտրում, ինձ համար դա դժվար է տենց։ Եթե երկխոսություն է նայում ես մարդու, ոնց հիմա նայում եմ խոսում։ Էմոցիա գոնե։ Էմոցիա, իհարկե, ասենք չգիտեմ, ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ որ եթե հրավիրում են ինձ հարցազրույցի, այսպես ասեմ, այսուհետ ոչ թե նախորոք հարցեր գրեն լավ թեման իմանան, մի երկու հարց, իսկ հետո արդեն այն պատասխանից կարողանան հարցեր տալ ինձ, որպեսզի հետաքրքիր լինի եւ իհարկե իմ հետևորդները եւ եթե դրանք հերոստատեսային հաղորդումներ են, մարդկանց չձանձրացնենք, անընդհատ նույն թեման կրկնելով։ Հույսով եմ մեր թողարկումը կնայեն բոլոր այն հաղորդավարները, ովքեր որ դեռ փափագում են Տիկին Նայնեն տետատետ տեսնելու համար։ Միևնույնն է, ես իրենց բոլորին սիրում եմ, բոլորին ընդառաջ եմ, ուղղակի չեմ կարող բոլորի հրավերը ընդունել, ասենք եթե այդ տոնորերին է վերաբերվում, Այնպես էլ դե, այդպես չի, ջինջա, որ ես ամեն ամիս ունեմ բան։ Կինոնը ձերը ոնց նայում եմ ամեն անգամ մի նոր հարցազրույց է։ Նիետ։ Չէ։ Բայց ես պաշտում եմ ձեր ռիլսերը, որ դուք օրինակ հենց Diamond-ով, որպես Diamond-կին, տենց քայլում եք ու ես հասկանում եմ, որ իզուր չէ, որ միջև օրս որ մենք հյուր ենք ունենում թեկուզ դրսից, առաջինը բերում ենք ձեզ մոտ։ Սիրով նախ իր տեղանքը հանրապետության սրտումը, հանրապետության հրապարակում, իհարկե ես ինձ համար Diamond-ը նո այդքան բիզնես չեմ նայում, ինչքան հարազատ, ոնց ասեմ, ձեր սենյակն էլ է փաստում, որ տան նման է։ Դուք տեղավորված եք որպես Ես այնտեղ իմ երեխաների հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, ինչա սիրելի հյուրերի հետ եմ շփվում, իմ օֆիսը այնտեղ է, բոլոր գործերը այնտեղից եմ կառավարում եւ իհարկե
փորձում եմ պահեմ այն բարձր որակը, որ все-таки ամեն երկրի մասին, ուր որ մենք գնում ենք, մեծ կարծիք են կազմում նաև նրա խոհանոցով, նրա ռեստորաններով, տվյալպետության մասին կարծիք կազմելու եւ հիմա իհարկե մի քանի նոր պրոյեկտ կա Diamond-ում։ Դե 6 տարին մեկ էլ ես սկսում եմ իրեն փոխել, վերանորոգել, որ հաճելի լինի ավելի եւ հիմա այդ process-ի մեջ եմ եւ էլի իհարկե իր հյուրընկալ դռները բաց է։ Ես շատ եմ ուրախանում, որ Diamond-ից մարդիկ գնում են գոհ։ Այո։ Իրականում ինձ շատ լավ եմ զգում եւ ամեն ինչ անում եմ, որ պահեմ իր բարձր որակը, որտեվ այդ մեծ շենքով, այդ մի քանի հարկով կարելի է այնպիսի բաներ անել, որ ավելի շատ գումար աշխատել։ Բայց ես այդ դեպքում կկորցնեմ այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց հանգիստը ավելի հանգիստ, ավելի լավ մթնոլորտում անցկացնեն եւ իրականում բիզնեսը բիզնես։ Այո։ Որ ասում են բիզնեսը կապ չունի, դու ինչ կանես, լիժ բը փող աշխատես, իմ մոտ դա վաղուց չկա։ Այսինքն ես ինձ համար փողը աշխատելն էլ պետք է լինի որակյալ եւ ամեն ինչի չգնամ, որ փող աշխատեմ։ Ես այն կարգի բիզնեսմեններից չեմ, բիզնեսվումաններից չեմ, բիզնես աշխարհի մարդ չեմ, որ любой ценой зарабатывать деньги, нет։ Իմ աշխատած փողը պետք է լինի պատվով, իմ աշխատած փողը պետք է լինի որակով եւ ոչ թե նպատակ, որ փող աշխատեմ, այլ նպատակ, որ մարդը գնա գոհ եւ շնորհակալ։ Այդ եմ ես միշտ ուզել ու այդ նոր չի էլի, որ ինչ որ տարիներ ինձ բերեցին խելամիտ։ Ես միշտ այդպեսին եմ եղել, ինչ հիշում եք Diamond-ը կա եւ միշտ ես ինձ եւ իմ Diamond-ը եւ ոչ միայն Diamond-ը, նաեւ իմ մնացած բոլոր բիզնես գործունեությունները, որտեղ որ ես կամ ես չեմ նայում ամեն գնով փող աշխատելու մասին։ Մենք Diamond-ը մեր տաղավարում էլ ունենք տիկինարին է։ Ես հիացած եմ նայ մեջ կետերում, որ ասում ոնց չգիտեմ։ Ոնց նստում եք ձեր հետևում էլի Diamond։ Ոնց հայրը, ոնց այն որ մեջ կտպին sense ապահով մեջքից հետևից, ես այդ էներգիան զգում եմ, այո, Diamond-ը եւ իհարկե մեր հանրապետության հրապարակի, որը իրականում շատ գեղեցիկ է, էլի մեր հենց հանրապետության հրապարակը, հա։ Շատ լավ, բայց ես ասեմ այս անգամ մի քիչ ձեզ քիեստափասը, որտեվ ես հատուկ հարցեր եմ գրել եւ այս հարցերը ես ոչ մեկի չեմ տվել։ Այսքան ժամանակ։ Ուրեմն ես էսպես կանեմ, կպատասխանեմ քո հարցերին եւ չեմ սպասի իմ պատասխանից բխած հարցերի, okay։ Հա, չնայած բխած հարցերը վստահ եմ ավելի շատ է լինելու։ Լավ։ Բայց ես ինչքան էլ գիտեմ ձեզ, ինչքան էլ գիտեմ ձեր ուժեղ գծերը նաեւ, ուզում եմ դուք ինքներդ հեռուստադիտողին անկեղծ ասեք, ո՞րն է ձեր ամենաուժեղ գիծը։ Համբերատարությունը։ Լուրջ։ Բայց դա նոր եք ձեռք բերել։ Нет։ Հա։ Միշտ եմ տենց եղել։ Ես ինքս երբեմն իմ համբերատարության վրա զարմանում եմ։ Բայց դուք հիմա ավելի հանգիստ եք դարձել տիկինարն է։ Իսկ ո՞նց դուք ցենց այն որ էլի եմ չի ասել ձեզ, այն որ ձեզ անջատել եք, չեք ներվանանում։ Նաբարոն սաղ միացրած է։ Լուրջ։ Ուրեմն ներվային լինում է, չէ՞ որ մարդ շատ ագրեսիվ լինում, ներվային է լինում, հետո ինչի մեր առողջությունից է գնում։ Ես երբեք ագրեսիվ չեմ եղել։ Դե ես չեմ տեսել ձեզ տենց։ Դե երբեք ագրեսիվ չեմ եղել, երբեք ներվային չեմ եղել։ Բայց կարող է 5-6 նկատողություն, որ ինչ որ մեկին արել եմ, եւ շարունակել անույն բանը անել, ուղղակի խիստ եմ խոսել, դա ոչ ագրեսիվություն է, ոչ չարություն։ Հա, բայց ձեր տոնը չի փոխվել, չէ՞, էլի տենց ցած։ Չէ, ոչ չի փոխվել։ Իհարկե։ Չեմ տեսել դրա համար։ Չէ, իմ ձայնը ինձ հնարավորություն է տալիս օրվա մեջ մի 20-25 անգամ իրա ելևեջն է, ասենք այդ բան ես բարկանում եմ մեկի վրա, գալիս է աղջիկս, մի անգամից ինտոնացիաս փոխում է, բարև բալես անցնում է։ Հետո գալիս է մի մարդ, որը вообще կապ չունի սամջի, դրա այդ ոչ աջերմ կարող ես լինես ոչ բարկացած, ուրիշ տոնայնություն։ Հետո ռախսով մեկն է զանգում։ Ես երբևիցե իմ տրամադրությունը եւ իմ այդ պահին ապրած բարկությունը, չգիտեմ ինչը, ես ոչ մեկի վզին չեմ փաթաթել։ Կամ այդ պահին
մեկը ինձ բարկացրել է, բայց մյուս աշխատակիցը մի այլ հարցով ա դիմում, ես այդ նույն բարկացած տոնով նրա չէ։ Բայց եթե բարկանում եմ, իրականում պապոլն է։ Այսինքն եթե եկել է արդեն այն կետը, Հա։ ես շատ համբերատար եմ եւ այդ իմ կանյոկն է եւ կյանքում շատ բաների եմ հասել իմ համբերատարության շնորհիվ։ То есть ես իմ այդ ամենաուժեղ գիծը, որ ես ունեմ, դա համբերատարությունն է։ Իսկ տատիկ դառնալուց հետո դուք նոր գիծ ձեռք բերել եք։ Որ ասում եք, էս ոնց որ իմ մոտ նոր է։ Ոնց որ շնարոլի ծնվելուց հետո է, տենց թեմա եղել է։ Այդ ավելի փաղաքշական խոսքերը, այդ մուսի-պուսի վիճակը, որտեվ ես դաժե իմ երեխաներին, իրական այդպես չի եղել, որ կանչեմ մամաներ, ցավը տանեմ, մեռնեմ ջանիդ, տենց բառեր, նախ ես իմ ընտանիքում չեմ լսել։ Ամենաջերմ բառը եղել է ջանը կամ փաղաքշական իմ անունը հնչեցնելը։ Լավ։ Այ մեռնեմ ջանիդ ուտեմ քեզ չգիտեմ ինչ, տենց բառեր չի եղել։ Ոչ էլ իմ երեխաները, որ փոքր են եղել, ես տենց էմոցիոնալնի ֆոն եմ ունեցել, բայց թուրնիկի գալով ես ոնց որ ավելի այսպես փափկել եմ, փաղաքշական բառեր, արտահայտություններ, մանկական լեզվով իր այդ խոսել, այդ մի բան է նորություն, որը ես չեմ ունեցել։ Ինձ թվում է, երեք ես մի հարցազրույց եմ ունեցել, ինքս եմ հյուր եղել, հենց նույն ձևով պատասխանել եմ ու ասել եմ, հասկացել եմ, որ այն որ ասում եմ թոռ ավելի քաղցր է, քան երեխան, երևի որ մի քիչ մեծանում ենք, տիկին Արնե։ Այդ ժամանակ փոքրը որ լինում է, հասկանում ենք, որ մեծ լինելով ուրիշ ձև ենք սիրում։ Թե չէ երեխան չի կարա թորից ավելի համով լինի, բայց թորը երեխայից, смысле։ Ես ունենք երեխային եմ գնահատում առաջինը նոր թոր։ Ես էլ։ Հա։ Ուրեմն ես սենց ասեմ, որ իհարկե ինձանից ծնվածները, Այո։ չեմ կարող ասեմ, իմ աշխարհն են, իմ մարմնի մի մասնիկն են։ Թորնիկս իմ երեխայի երեխան է, փոքրիկ է եւ շատ սիրելով իմ երեխային, Այո։ ես չեմ կարող չսիրել իմ թորնիկին։ Մանավանդ որ թորնիկները ոնց որ վերարտադրում են ավելի շատ ոչ թե ծնողներին, այլ տատիկ պապիկներին, թե տեղ որ կողմին ավելի կքաշեն, չենք կարող ասել։ Իմ ճուտս ինձ սա ոնց որ թե ավելի վերարտադրում, ավելի մեծ։ Դուք էլի եք ասել, այո։ Բացի դա, փոքրիկ է, եւ ես ասենք այն ինչ որ տվել եմ իմ երեխաներին, նշես իրանց քիչ բան եմ տվել։ Ես աշխատել եմ, դեն ժամանակ իհարկե երիտասարդ եմ շատ ավելի եղել, բայց այսօր իմ թորնիկը ավելի շահեկան վիճակում է։ Այն ամեն ինչը, որ ես այսօր իր համար եմ անում, դրա ասենք թե երևի թե 20-25% եմ արել, երբ որ իմ զավակները եղել են իրանց տարիքին, որտեվ այդ ժամանակ ես այսքան կայացած չէի, այսքան ես դեռ այդ ճանապարհին էի, շատ գեր զբաղված էի։ Այսօր իմ թորնիկը ավելի շահեկան վիճակում է եւ գտնում եմ, որ ինձ համար մեծ բախտավորություն է, որ լուսաշխարհ է եկել իմ որդու շարունակությունը, իմ թորնիկի համար էլ մեծ բախտավորություն է, որ ունի իմ նման տատիկ, որ այս աշխարհում իր համար պատրաստ է ամեն ինչի եւ սիրում է մեծ սիրով, իհարկե եւ իմ երեխաների համար, բայց նրանք շատ հասուն են, ես եթե այսօր ժամանակ ունեմ ազատ ոչ թե իմ աղջկա հետ եմ շփվում, տղայիս հետ եմ շփվում, այլ ես կարող եմ մի ամբողջ օր անցկացնեմ իմ թորնիկի հետ, որ առաջ ես երբեք չէ կարող ինձ թույլ տալ իմ երեխաների հետ անցկացնել։ Ես հիշում եմ, որ դուք ասացիք մի ամբողջ օր, տենց շաբաթվա։ Այո, մի ամբողջ օր, с утра до вечера իր հետ եմ, եւ հələ այս վերջի շրջանում Գարավճան հագնվում է եւ սենց գալիս ես գալիս եմ աշխատանքի ասում այս այնտեղ քեզ հատ գործեր ունեմ տատա Լուրջ տղտերը վերցրու տատա դու նստի ես կստորագրեմ ասում է Կարող մի քանի տարի հետո արդեն լրիվ ընկերուհի ես չգիտեմ գուցե եւ ինքը շարունակի իմ գործը ես չեմ կարող ասել բայց ես կուզեմ որ ինքը ավելի մեծ նվաճումներ ունենա ավելի բարձունքների ասնի որտեվ այն գործերի մեջ որ ես եմ իրականում դա շատ դա հեշտ չի դա թեթև չի դա ծանր է
եւ իմ կյանքից շատ իմ կյանքի կարելի ասել են կյանքից մեծ մասի օրերը տարել են իմ գործերը։ Ես կուզեմ ինք ավելի թեթև, ավելի բավարարված կյանքով ապրի ու ես դրա համար ստեղծել եմ ամեն ինչ։ Չի ուզի, որ այն ճանապարհը, որ ես եմ անցել, անցնի իմ թորնիկը։ Հիանալի է։ Լավ, թորնու թեման հələ անդրադարձ կունենանք, բայց հիմա մի այլ հարց է ինձ հետաքրքրում։ Տիկին Նայնե, դուք որոշումներ կայացնելիս առաջնորդվում եք ինչ որ մեկի խորհրդով, ձեր բնավորության գծերով, զգացմունքներով, եթե լուրջ ինչ որ sense թեմա կա ու պետքա որոշում կայացնեք։ Խորհուրդ լսում եք, թե դուք ձեզ կողք ձեր զգացմունքը ոնց է լինում դա։ Նախ խորհուրդ լսելու համար ինչ որ մեկի հետ պետք է կիսվել։ Այո։ Ես դա չեմ սիրում։ Եթե դա անձնականին ա վերաբերում, ինչ վերաբերվում ա գործնականին, եթե կա իմ դիմաց մի մարդ, որ ինձանից շատ առավել բաների ա հասել ձեռքբերումներ ունի, եւ ինձ խորհուրդ ա տալի, ես կմտածեմ գուցե եւ ճիշտ խորհուրդ ա տալիս, բայց եթե չկա տենց մի մարդ, ես ում խորհրդին պետք է լսեմ։ Եվ միջև օրս եղել է դեպք, որ ինչ որ մեկի խորհուրդը լսել եք, թե ոչ։ Ոչ։ Վերջացավ, ես իմ հարցի պատասխանը ստացա։ Իսկ եթե խոսեցինք գաղտնի թեմայից, կա ձեր կյանքում մի գաղտնիք, Տիկին Նայնե, որ դուք երբևիցե ոչ մեկի չեք ասել ու չեք էլ պատրաստվում պատմել դրա մասին։ Ունեք տենց գաղտնիք ձեր սրտում։ Գաղտնիք։ Այո։ Իմ կյանքում շատ բաներ կա, որ ես ոչ մեկի երբևիցե չեմ ասել եւ չեմ էլ պատրաստվում ասել զգացողություններ, գաղտնիք չի ասի, այնց գաղտնիք։ То есть նկատի ունեք անձնական որևիցե մի բան։ Այո, իհարկե։ Իհարկե։ Վերջացավ։ Բայց կարող ա գա մի օր եւ ասեմ։ Հիմա իհարկե չեմ պատրաստվում։ Իսկ դուք հետևում եք ձեր ներքին ձայնին եւ հավատում եք ձեր երազներին։ Այո։ Երազներ в смысле сон имеете в виду, թե երազանք։ Չէ, հենց սոն, որ Սոն, քնար։ իհարկե, իհարկե։ Որ արթնանում եք, Более ասում եք, того, մի բան ասեմ, հիշեցնում։ որ իմ ննջարանում ունեմ այսենց մեծ Sonic Miller-ը, нет, не Miller-ը, по-моему, Miller-ը, որ ես արթնանում եմ, եթե հիշում եմ այդ երազը, во-первых, եթե ես երազում հանկարծ քեզ տեսա, ես գիտեմ, որ այդ օրը կամ դու ինձ զանգահարելու ես, Լուրջ։ կամ չգիտեմ, մենք շփվելու ենք, ում որ տեսնեմ։ Կարող է մարդ, որին ես տարիներով չեմ տեսել, հետո իմ մոտ sense մի բան կա, ես առավոտ արտանում եմ ու արդեն գիտեմ այդ իմ օրը ոնց անցնելու, ինչ որ ներքին մի զգացողություն կա։ Բայց որ ասեմ sense սուգուբա նստում եմ, բայց այտենց բան չկա, եթե ես երազը հիշում եմ, այսինքն կա չի երազ, որ տպավորություն ա ուղղակի։ Ես անպայման բացում եմ այդ գիրքը եւ անպայման նայում եմ, թե կոնկրետնա դա ինչ է նշանակում։ Իսկ կան առարկաներ, որ արդեն շատ տեսնելուց կամ այն որ տեսնում եք, ասում եք, այս ոնց որ մի բան ինձ ուզում զգուշացնի։ Չէ, այդ սուվերայից երբ կնքվեցի դուրս եկա, առաջ է այդ շատ այդպեսին։ Սև կատու տեսնեի կամ ինչ-որ բան տանը մոռանայի, բայց ինչ կնքվեցի, իրականում չունեմ տենց սուվերներ որևիցե բան։ Հասկացա։ Տիկին Նայնե, ամարում են շատ մարդիկ, առանց այսպես ասած սերը չեմ ուզում ասել, որ կանայք համարվում են թույլ սեր։ Դուք եք համարվում եք, որ թույլ սեր ենք։ Ֆիզիկի գուցե։ Հա։ Բայց հոգեպես կանայք շատ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ։ Իսկ հավասարություն լինում է մեկ-մեկ, թե ընդհանրապես հավասար կարող են լինել կանայք եւ տղամարդիկ ձեր կարծիքով։ Ինչով։ Մտածելակերպով ասենք։ Դե հա, եթե ասենք որևիցե նախարարության ղեկավար կին է, կարա նաև լինի տղամարդ, եթե տղամարդ է, կարա նաև լինի կին։ Որովհետև դա արդեն գիտելիքների իմաստության կառավարելու հետ կապված է, որը ոչ մի տարբերություն չտեսնում սերի մեջ։ Բայց հոգեպես, ասենք, պրոբլեմները, եթե նույն նախարարին տղամարդ գործից անում են, ինքը կոտրվում է ու իրան կորցնում է, բայց կինը կարա շատ հանգիստ տեղից դուրս գա, գնա չգիտեմ մոդելնի ագեստվա բացի, եթե էլ պետական աշխատանքի չի, կամ ինչ որ մի բիզնես ասկսե չի ստացվել,
նույնքը մենակ է, հենց ասենք եւ ունի խնամքի տակ երեխաներ, չգիտեմ ինչ, ինքը գնա մեկ այլ ուրիշ գործով զբաղվի, նորից բարձր, բայց տղամարդիկ, որ փորձում են, կոտրվում են ու վերջ։ Անձնական կյանքում էլ է տենց, մենք ինչքան ենք տանում դավաճանություն, անհավատարմություն, վատ վերաբերմունք, որ կինեք տեսել ընկնի Պոլին իրան պատերով տա կամ դառնա ալկոհոլիկ կամ չգիտեմ նարկոման։ Բայց տղամարդկանցից շատերը, երբ որ կյանքում հանկարծ տենց մի խնդիրի են հանդիպում, դավաճանության կնոջ կողմից կամ ընկերոջ, դե ինքնասպան են լինում, կնոջն է սպանում կամ չգիտեմ խմիչքի մեջ են իրանց դարդերը կիսում կամ դառնում են չգիտեմ անկամք, все-таки մենք պսիխոլոգիչեսկի ավելի ուժեղ ենք։ Բայց եթե պետք լինի ես ящикը ստեղից տանել ընդ, естественно, տղամարդիկ ու վերջ։ Իմ կարծիքով։ Հա, ես Նկորվի մեջ էլ ասենք, մենք չենք կարա տենց պրիոմներ անենք, բայեվոյ, ասենք մեկը հարցակվել է մեր վրա, բայց իրանք կարան, չէ՞։ Ասենք ֆիզիկապես ուժն է ինձ թվում, ուրիշ ոչինչ։ Ես վերջի մի քանի օրվա ընթացքում նկար էի դրել, եթե անկեղծ գրել էի փոքրիկ ստատուս, ես իմ ստատուսները միշտ իմ վրա եմ վերցնում, նոր տենց բացառիկ գրում եմ, շատ տղամարդիկ նեղվել էին։ Ինչ ստատուս է։ Գրել էի, որ վերջի ժամանակահատվածում, որ շրջապատից մի քանի տղամարդկանց օրինակ տեսնում եմ, ուզում եմ մեկին ասեմ ուղիր յուպչկայդ գիծն է թեքվել, մյուսն էլ ուզում ասել փակիր պլեչն է երևում։ Տեսել էի տենց տղամարդիկ, կինարն է։ Դե դրանց արդեն մի վիրավորի մեր տղամարդ։ Բայց իրանք տղամարդ չեն, ինչու ես իրանց համարում ասենք տղամարդ։ Դե Այն մարդը, որ հագնում է յուպչկա կամ կախում է ականջողեր եւ քայլում է կանացի շարժումները, բար իրանց տղամարդ չասենք։ Հենց հակառակն էր եղել, տիկինն իրանք իրանք շատ բրուտալնի տղամարդ էին պատկերացնում, բայց որ իրանց հետ շփվում ես, հենց տենց է պատկերացնում։ Շփվում ես այդ տղամարդու հետ, բայց ուզում ես ասես յուպչկայով ես, ոչ թե դու Ես լրիվ ուրիշ կողմ էի գնացել, բայց ներողություն եմ խնդրում։ Բայց ունեմ իրանք բրուտալ չեն, արի բրուտալներին էլ չնեն, բրուտալն է տղամարդիկ իրանց տենց չեն պահում։ Չգիտեմ ու մեզ տեսել։ Կներեք, ով իրան տեսավ այդտեղ։ Իսկապես արի մեր տղամարդկանց մի նեղացրու, որտեվ ոնց որ գիտես, ինչ վերցնեն մի քանի սենց ինչ որ կանանց, որոնք ինչ որ հարցում իրանց վատ են պահում կամ թեթևամիտ ու ընդհանրացնեն բոլորիս հետ։ Հա, հավասարացնենք, ներողություն, լավ, շատ։ Գնացինք։ Տիկինարն է, ես ինչքան էլ ձեզ մոտ եղել եմ, օֆիսում, հա, սենյակում, ինչքան էլ այտենց ասում ոյ տիկինան, այս նոր նվերներ ունեք, այս նկարները նոր է, բայց ես չեմ նկատել ու այս հարց ուզում եմ տալ։ Դուք հավաքածու ունեք ինչ որ առարկա է, կոլեկցիոներ եք։ Нет։ Հա։ Բայց ինձ թվում էր դուք ինչ որ մի բան տես պետքա թանկ ինչ որ մի բան կոլեկցիա հավաքեք, ի՞նչ։ Չէ։ Կոլեկցիոներ երբեք չեմ եղել։ Լուրջ։ Չեք էլ մտածում դրա մասին։ Ինչի համար։ Բայց ի՞նչ է թվում դուք դայմոնդների։ Դայմոնդներ ես սիրում եմ օգտագործել, կոլեկցիոներներն ա որ դնում ես, հերվիս նայում ա, ինքը դա չի կրում, ձեր չի տալի, հո փոշին ասր։ Ես սիրում եմ զարդեր, ունեմ, բայց չեմ համարից կոլեկցիոներ։ Շատ լավ։ Իսկ այն մեքենաների թեման, որ բամբասանքեր դուք դարձրեցիք, իրականություն իմ խոսքի օգնությամբ։ Բամբասանք չի, դա իրականություն է։ Ուզում եմ ասել, այդ կոլեկցիայի մեջ։ Այդտեղ կոլեկցիոներ։ Ավելացում չկա։ Կոլեկցիոները, нет։ Կոլեկցիոները այն է, երբ որ ասենք դա մի 20-25 հատ, ասենք ռետրո մեքենաներ ունենում եւ չի վարում, փոշին ասրբում, մեկ-մեկ բենզին ալցնում, խոդա տալի անջատում է։ Ես սիրում եմ այն ինչ ունեմ վայելեմ օգտագործեմ։ Ու տենց էլ անում եմ։ Հա, մեքենաների թեման արդիական է, բայց չի ավելացել։ Դեռ չի ավելացել։ Լավ, տիկինանը, երբ որ դուք վատ տրամադրություն եք ունենում, եք ուսանում եք։ Այո, անպայման։ Քաղաքից եք դուրս գալիս։ Անպայման մենակ я должна быть одна։ Հա, իսկ շուշուտա լինում տենց թեմա։ Չէ։ Փառքաստո։ Տարին մեկ մի հատ գմպացնում է։ Շատ լավ։ Մի հարց էլ, մարտի 8-ը սկսում է։ Հեսա մի քանի րոպեից։ Ինչ որ տենց մեկ ամսվա հետ կապված, ինչ որ տենց հատուկ դուք ձեզ համար, ես գիտեմ որ դուք սիրում եք նվերներ անել, դուք ձեզ։ Ինչ որ տենց թեմա պատրաստել եք ձեզ համար, ձեր շրջապատի կանանց համար։ Չէ, ես ճիշտն ասած չեմ սերում կանանց նվերներ անել, զա չեմ։ Ես ոմիրած կավալյարը չեմ։
Մայրս եթե կարանում էի, հիմա աղջիկաս կարող անը, աղջիկաս միշտ եմ անում, բայց ընկերուհիներ բան տենց կինը ես տամ կամ ես է չեմ սիրում վերցնել և ստանալ կանանցից, տղամարդկանցից լիքը, պաժալուստը, без всяких обязательств беру, բայց կանանցից չէ, Տիկին Նանես, դուք ունեք նվերներ, որ նվեր ստացել եք ու նվիրել եք ուրիշին։ շատ, Ու տենց նվերները դուք համարում եք ուղղակի ձեզ նվիրել են, թե ձեզ չեն ճանաչել, որ այդ նվերը տվել են։ ովքեր ինձ չեն ճանաչել, չգիտեմ, Բայց դուք գիտեք, որ ձեզ շատ դժվար է նվեր տալը։ ինչու՞։ Որտեվ ես օրինակ ես չեմ կարող, բացի տենց իմ ճաշակով ծաղիկներ նվիրելուց, որ ես չեմ սիրում կնոջի, եթե անկեղծ նորից ծաղիկներ նվիրել, ես չգիտեմ ձեզ ինչ նվիրել։ Ուրեմն ամենասիրուն բաները ես սիրում եմ, այդ կարա լինի փոքրիկ, բայց գեղեցիկ իր, Էդ ես չեմ սիրում, էդ ինձ թվում է մարդկանց համար ատմասկա է, որ ինձ նվեր չտան, գալիս են ասում են, մենք չգիտենք քեզ ինչ նվիրենք, Ես հասկացա ձեր նամակը։ Շատ լավ, անցնենք հաջորդ թեմային միանգամից, հասկացաք, չէ՞։ Վերջ։ Իսկ տիկին Չարչյան ինչից է ամենաշատը վախենում։ Վախենում, Այո, ինչից, ոչ թե ումից։ ոչ մեկից չեմ վախենում, բայց Այո։ ինչից ես вообще վախենում եմ բնական աղետներից, պատերազմներից եւ այն ամեն ինչից, ինչը չեմ կարող ես կառավարել։ Ես, այսինքն այն ամեն հարցերը, որտեղ դու կարող ես որևիցե բան անել, այդ հարցը լուծվի կամ բան։ Գիտես, որ կարող ես, բայց ասենք բնական աղետների դեմ ոչինչ չես կարող անել։ Շատ լավ։ Իսկ դուք մտածում եք, որ արդյոք կարելի է հասնել ճշմարտության, օրինակ առանց պայքարելու։ Գիտեք, ինչ պայքարելը ինքը լավ բառ է, շատ պայքարել հասնել, բայց երբեմն հիմարությունը ուղղակի որ ոնց ասեմ, ոնց որ մտնես միացենյակ ու սկսես ինքդ սենց պայքարել մենակ, եթե քո պայքարը, այսինքն դու պիտի քեզանից որևիցե մի բան ներկայացնես, որպեսզի քո պայքարը արդյունք տա։ Այսօր շատերը գրում են ստատուս Facebook-ում, բլա ու անդնում են, որ իրանք պայքարում են։ Ոչինչ չեն անում, բացի պղտորելուց մթնոլորտը։ Պայքարող տեսակը եւ պայքարող մարդը ինձ համար առաջի հերթին պայքարել դա գործողություն է։ Իրենից ներառում։ Իսկ դուք ձեզ համարում եք պայքարող տեսակ։ Ես ինձ համարում եմ նպատակասլաց տեսակ եւ ես պայքար, նայեք, անձնական կյանքում պայքարել չեմ սիրում, ում դեմ պայքարես, ինչի դեմ։ Գործնական կյանքում սիրում եմ նպատակ, հասնում եմ դրան, եւ եթե ճանապարհին լինում են խոչընդոտներ կամ մարդիկ, որոնք ինձ խանգարում են, դե եթե դա պայքարակոչվում, այո, ես պայքարում եմ։ Անձնական կյանքում չեմ սիրում պայքարել։ Չկա։ Չամանեմ ձեզ, եթե անկեղծ։ Ինձ թվում է բոլոր որակով մարդիկ իրար են նման եւ բոլոր անորակներն էլ իրար են նման։ Չկա թե որևիցե գյուտ։ Հա, լավ։ Իսկ դուք ամենից շատ այս կյանքում ինչի համար եք շնորհակալ։ Ասուն։ Այո։ Նախ ես Աստծուն շնորհակալ եմ իմ ամեն օրվա համար, մեկ, շնորհակալ եմ, որ այսպիսին եմ ես, շնորհակալ եմ, որ ունեմ, որ Աստված ինձ տվել է կյանք, խելամիտ միտք, ունեմ զավակներ, ունեմ ընտանիք, ամեն ինչի համար եմ ես շնորհակալ Աստծուն, այսինքն այն ինչ ունեմ, որը ինձանով չի ստեղծվել, արտաքին տեսք, բայց միտքը խելքը էլի Աստված տվել է, երբ ես դա զարգացրել եմ, նույնը տեսքը պահել եմ, ընտանիքս, զավակներս, որոնք ես գտնում եմ, որ յուրաքանչյուր երեխա առանց Աստծո միջամտության չի ծնվում։ Իմ երեխաների համար եմ շնորհակալ, իմ թոռնիկի համար եմ շնորհակալ, իմ բոլոր ձեռքբերումների համար եմ շնորհակալ եմ, որ առավոտը զարթնում եմ ձեռքս, ոտքս իմ հենաշարժողական համակարգը տեղում է, իմ ուղեղը տեղում է, շնորհակալ եմ, որ ինձ գեղեցիկ ու երիտասարդ ապահում,
իմ էներգիան, ես ամեն ինչի համար շնորհակալ եմ Աստծուն, համարում եք իմ ծնողներին, հիմա իմ երեխաներին, որոնք ինձ հենարան են, արդեն բավականին մեծ են, եւ իհարկե շատ շնորհակալ եմ ինձ, որ կարողացել եմ այս կյանքի մեջ չշեղվել, չցեխոտվել, չկեղտոտվել, չդառնալ մի քանի երեսանի, միշտ մնալ ամուր, իմ երկու ոտքերին եմ շնորհակալ, որ իրանք ինձ միշտ պինդ պահում են, իմ թիմին եմ շնորհակալ, իմ աշխատակիցներին եմ, ոչ մի բանը մենակով չի լինում։ Այո, համաձայն եմ։ Իսկ դուք ձեր մեջ անալիզ արել եք, Տիկին Նանե, դուք հիմա Աստծուց ավելի շատ շնորհակալ եք լինում, թե խնդրում եք։ Ես հրան ավելի շատ շնորհակալ եմ, եւ իհարկե կան բաներ, որ ինձանից կախված չի։ Ես Աստծուն չեմ սիրում շատ նեղություն տալ։ Իսկ Միշտ հաճախ եք շնորհակալություն եմ շփվում։ հայտնում։ Դե Ну, որ- каждый день, Հա, каждый день։ շփվում եք, չէ՞, բայց Իհարկե։ հա։ Այդքանով արդեն ամեն ինչ ասված է։ Իսկ ձեր ամենամեծ վախը իրականություն դարձել է, թե ոչ։ Այ ցինա։ Երկար եմ մտածել ձեզ բացահայտելու համար։ Օրինակ ես Աստված էլ չանի դառնա։ լուրջ, Հա։ լավ։ Ես շատ եմ ուզում ապրեմ իմ հայրենիքում, շատ հնարավորություններ ունեմ ապրելու այլ երկրում։ Եվ հուսով եմ, որ իմ ամենամեծ վախը երբևիցե իրականություն չի դառնա։ Փաստորեն մենք նույն բանի մասին ենք մտածում։ Հա, օ ես կապրեմ այնտեղ իմ հայրենիքում եւ ինձ բավարարված կզգամ, այսինքն ես այստեղ ես ինձ որ մեկ ասում են կին, տղա, դուք կին եք, բան, չո դուք կին եմ։ Այստեղ դու ես ինձ համարում եմ անձնավորություն, լիչնեստ։ Հասկանում ես, կապ չունի դու կին ես, թե տղամարդ։ Եթե դու լիչնեստ ես, դու պետք է ապրես քո հայրենիքում։ Այդտեղ ես դու լիչնեստ։ Ուրիշ տեղ չէ։ Տիկին Նանե, փաստով դուրս է գալի, որ մենք սկսել ենք մտածել այդ վախի մասին։ Ոնց որ թե Դե չքաղաքականացնենք, բայց վախ կա։ Այս պատերազմից հետո, այս ամենից հետո, ինչ որ դեռ որ հիմա վստակ ոչինչ չկա, յուրաքանչյուր մտածող հայրենիքը սիրող հայի մեջ այդ վախը կա։ Աստված չանի։ Չի անի, Շատ Աստված լավ։ մեզ հետ է լինելու ու ձինուլ։ Այո։ Պահելու Տիրոջը։ պահպանելու է մեզ, մեր ազգին եւ մեր պետականությունը։ Շատ լավ։ Մի անգամից շեղեմ։ Հա, շերի, ինչ Հա։ որ ուրիշ տեղ Ոնց որ գնացինք հեռու։ Սոտկի մարտի 8-ը։ Հա, բայց ինձ մի հետաքրքիր թեմա էլ կա։ Դուք ունեք օրինակ երիտասարդ, շատ երիտասարդ, նո, իմ համար դա հաշվում է 16, 17, 18 տարկ։ Մի հուշ առարկա, Տիկին Նանե, որ միջև օրս ձեզ հետ է։ Այո։ Ու ձեր կողքին է։ Իմ տանը խոհանոցում, որտեղ որ ես երբեմն մենակ տվարյու, այդտեղ դրած։ Լուրջ եք ասում։ Փաստորեն սխալ չէր այս հարցս։ Չէ։ Իսկ դուք ձեզ ընդհանրապես քաղաքական դաշտում պատկերացնում եք, Տիկին Ոչ։ Նանե։ Ինչի, ես նենց կուզեի դուք այնտեղ նստած լինեիք։ Որտեղ։ Ազգային ժողովում։ Օրինակ դու ինձ ոնց պատկասում հիմա ինձ ազգային ժողովում նստած։ Սենց սիրուն Հակոբ։ Հա, ինչ է Գոնե դա։ մի հատ ճաշակ թելադրող Ինչի թեմ։ գնալ ունդեղ նստեի ինձ ցույց տայի։ Եթե ազգային ժողովում մի լուրջ բանով զբաղվի գնամ նստեմ, բայց լուրջ բանով չեն զբաղվում։ Ես չգիտեմ։ Չո դու չէ, չեմ պատկերացնում, նիետ, երբեք չեմ ուզել։ Չէ։ Բայց եթե դուք ձեր օրինակ, ասենց ասեմ, քվեարկությունը, ինչա, չգիտեմ, ինչ որ դնեք, Մենակ- դուք մենակ- ընտրողներ ունենալու եք, Տիկին։ Եվ վստահ, Հա։ վստահ, բայց ես մենակ իմ մտածելակերպով քիչ մարդիկ կան եւ իմ տեսակով քիչ մարդիկ կան։ Հա։ Շատ լավ։ Իսկ ազգային ժողովում խմբակցություններ են, որոնք ինչ ասեմ, բոլոր աճ, բոլոր ձախ, վերև, ներքև եւ բոլորը անում են ինչ որ մի բան, չգիտեմ, որը չգիտեմ օգուտ դեռ տալիս է թե չի տալիս, ես համենայն դեպս երբևիցե չեմ ասում այսօրվա ազգային ժողով։ Ես երբևիցե ազգային ժողովում չեմ տեսել մի որևիցե լրեմ։
Լավ։ Իսկ եթե դուք ունենայիք հնարավորություն, ասեին, հենց հիմա Նայնա Չարչյանին հնարավորություն ենք տալիս աշխարհում փոխել 5 երևույթ, 5 բան, ինչ կփոխեիք աշխարհում։ Համար մեկ փոխեի այդ պատերազմական բոլոր տիպի գործողությունները, կուզեի, որ աշխարհում լիներ խաղաղություն։ Այսօր շատ կան պատերազմներ եւ անմեղ զոհեր Ուկրաինա, Ռուսաստան, Սիրիա, դա Իսրայել, Պաղեստին եւ աշխարհում լիներ խաղաղություն, համար մեկ։ Երկրորդը աղետները չլինեին։ Հա, եթե Ներկաշարժեր, չգիտեմ, դա չլիներ։ Երրորդը սեր ու հարգանք լիներ ծնողների նկատմամբ, ծերանոցներ չլիներ։ Հա, փակվեին ընդհանրապես։ Չլիներ ծերանոց, չլիներ որբանոց։ Եվ Երրորդը կուզեի, որ նախանձը իսպար վերանար աշխարհի երեսից։ Это уже четвертое или это четвертое։ Իսկ հինգերորդը, որ ընտանիք հասկացողություն, դե շատ կա, որ լիներ լավ ուսումնական համակարգ լելել, էդ էլ չեմ ասում։ Հա։ Դե այստեղ կուզեի այնտեղ նաև որ ինչ է ասում ընտանիքը բան, այդտեղ վերանար այդ ամեն տիպի նարկոտիկ, չգիտեմ ինչ խոտեր, որոնք այսօր շատ պետություններում փչացնում են ռեալիզացվում են եւ չգիտեմ ինչի մեր մոդել են ուզում այդ օրենքներ ընդունել մարդկանց բույս սարքելու ինչ որ ձև, ըստ այդ ամեն ինչը վերանար եւ ընտանիքի ինստիտուտը լիներ։ Որտեվ ամեն ընտանիք յուրաքանչյուր պետության դեմքն է։ Այսինքն ծնող երեխա հարաբերությունները լավ լիներ, բաժանությունները չլինեին, կինը կապ չունի, որ դիրքում ամուսինը, որ կինը իր տեղում լինի, ամուսինը իր երկկողմանի սեր ու հարգանք լինի, ոչ մեկը մեկի վրա այդ չթափահարվի, ասենք իր լիմիտներով։ Այո։ Մի խոսքով դա կուզեի, ես էլ ինչ ուզեմ։ Ավանդական երևույթներ։ Հա, չի ուզի հաստատ բան, չգիտեմ, ինքնաթիռ, աշխարհում որ այդ սաղ չոտկը ճիշտ լինի, այն մնացածը սաղ կլինի։ Լավ, այլ բան չեմ ասում։ Մի բամբասանք։ Բամբասանք։ Ես լսել եմ, որ ուզում էին ինձ նորից համոզել, հա, որ ես վիրահատվել եմ, չկա տենց բան։ Վիրահատությունը հանեցիք, հաստատել ենք դա փաստորեն։ Չկա։ Ասում են Տիկին Նարինեն սկսել է նոր բիզնես, կառուցում է գործարան, շոկոլադի, դա ճիշտ է։ Նիե։ Ձեր մտքով տենց թեման անցել է, բա ինչի՞ց են վերցրել Տիկին Նարինեն։ Որտեղ Հայաստանում։ Հա։ Հայաստանում ի շոկոլադի գործարան։ Հենա Grand Candy-ից 7-8 հատ կա։ Չէ։ Իսկ կարող է ուրիշ բիզնես եք սկսում տենց։ Սկսում եմ, բայց ոչ շոկոլադի գործարան։ Գործարան չեք սարքում։ Չէ, ես գործարաններ այդքան գործարանում ինչ չեմ տեսնում։ Կինոնը ես ուր ասես ձեզ տեսնում եմ, ինչի եք դուք ձեզ բոլոր տեղերից անում չեմ Ես չեմ սիրում գործարան։ Այդ ստանոկների ձայնը բան դե։ Լավ։ Դե ես Էնել պատկերացնում եմ Հայաստանում շոկոլադ։ ձեզ մի այլ հետաքրքիր ինչ որ սենյակը, բայց դուք գործարան եք կառավարում։ Դուք կարող եք էլի։ Ես կարող եմ կառավարել, տեցե կարամ կառավարեմ ես էլ հիմա, այդ չի կամ ինչ որ կարող եմ, բայց ես նման բիզնես, որտեվ այդ բիզնեսը չի կարա այդտեղ իր ճյուղերը տա։ Շոկոլադի գործարան միլիոններ ծախսեմ, բացեմ, ում վրա վաճառեմ։ Չգիտեմ։ Այն մասան, որը Grand Candy առնում է, այն մասան էլ, որը որ Grand Candy չի առնում, արդեն այնքան ներկրված շոկոլադներ կան արտերկրից, որ իմ շոկոլադի գործարանը ինչ պետք է անի այդտեղ։ Ես չգիտեմ ինչ են ուզում տենց բամբասանքներ են տարածում։ Օրինակ որ ռեալ բամբասանքներ ա լինում, ես օրինակ ասում, հələ մի րոպե, լինում է էլ մեկ չեմ դիմանում Տիկին Նարինեն։ Ուզում լուրջ զանգեմ ձեզ հարցնեմ։ Բայց մեկ-մեկ էլ իսկապես իմ ծիծաղն է գալիս, սա ուղղակի բարձրաձայնեցի են մի քանի հոգու համար, ովքեր որ գեղեցկության սրահում նստած, չգիտեմ ինչի որոշել էին, որ Հա, Տիկին Նարինեն գեղեցկության սրահները չեմ սիրում բացել։ Ասենք շատերին թվում է, որ պիտի սիրեմ այդ ամեն ինչը, բայց ես չեմ սիրում։ Իսկ եթե օլիմպիական կարգախոսները թողնեն կողք, ռեալ, Նայնա Չարչյանը, եթե մեկ օրով ընդամենը 24 ժամով լիներ երկրի նախագահ։
օրենքներ Մի կստորագրեք։ հարցրու այդ հարցը ինձ մի տուր։ Ինչ կոնեիք։ Նախ որ լինեի, մի օրով չի լինի։ Իսկ եթե հնարավորություններ, օրինակ եթե ինձ Մի այդ օրում հարցը չի հասնի անեին, ինչ պետք է։ Կիսատ մարդ եթե լինեի երկրի նախագահ չի լինի։ Բայց առաջին ինչ կանեիք։ Մի ստորագրությամբ օրինակ քանի հոգու գործից կհանեիք։ Չէ, ոչ մեկին գործ չի անին, ինձ կանեի, որ մի ստորագրությամբ բոլորը լավ ապրեին։ Բոլորը աշխատանք ունենային բարձր վարձատրությամբ։ Ու վերջ։ Մտածեք։ Դեռ որ ասում քիչ-քիչ քաղաքական դաշտ եմ գնում։ Չէ, ինձ ընդե մի դարձինա։ Ես ընդեղ չեմ սիրում։ Ես ձեզ համար բլից հարցեր ունեմ, տիկիններն է, բայց դա մի փոքր էլուշ, մի հարցել եմ ուզում տալ, նոր հետո անցնենք թեմային։ Դուք իմ այն առաջարկը կընդունեք, ես ուզում եմ գալ ձեզ մոտ աշխատասենյակ եւ ձեզ ցուցադրել մի քանի նկարներ տարբեր առարկաների, որտեղ ուզում եմ դուք մեկ նախադասությամբ ասեք, սա ճաշակով է, սա անճաշակ է։ Այդտեղ ես ինձ հետ մրցակից չունեմ։ Ինչքան նկար ուզում ես ցույց տուր, ես կասեմ։ Դուք ընդունում եք իմ առաջարկը դա։ Այո, սիրով։ Ես շատ շուտով այդ տեսանյութը ձեզ ցույց կտամ, հարգելիներս։ Դա այդքանը։ Եվ եթե դուք ունենաք Աստծո ճրագը հենց հիմա ձեր ձեռքին, երեք ինչ ցանկություն բարեմաղթանք կասեք։ Մտքում թեկուս։ Չէ, բարձրաձայն ասեմ նախ ովքեր որ հիվանդ են եւ անհույս հիվանդ են, բոլորը ապակինվեն։ Հիվանդ մարդ չլինի։ Այո։ Եթե Աստծո ճրագն է ձեռքին։ Այո, Աստծո ճրագը։ Բոլոր զոհված զինվորները կենթանանային այդ պատերազմի զոհերը։ Եվ երրորդը մեր հայրենիքը լիներ ամենաուժեղ ու հզոր պետությունը, աշխարհի հզոր պետությունների կողքին կանգնած։ Ու ես ամենտեղ գլուխս շատ բարձր ու հպարտ, ոնց որ հիմա եմ անում, ներկանայի մեր հայ ազգը ապրեր վերջապես իրական, այսը պոպուլիստական խոսք չէ, իրականում այդ կուզեի։ Աստծո ճրագի մասն ենք, էլի խոսում եմ կարասատիս բաներ ուզում եմ այն ինչը որ իրոք կուզեի մեր ազգի համար։ Շատ լավ։ Իսկ ես չեմ ուզում տխուր թեմայով։ Ես է տխրեցի, մի հատ ուրախ բան։ Միանգամից անցնում եմ բլից հարցին, չեմ ուզում երկար մտածեք։ Արագ-արագ կարող եք։ Երկար երբ եմ մտածի աջինա։ Դուք ձեզ ո՞ր մի ծաղկին կնմանացնեք։ Արխիծիը, չնայած ասեմ, արևա ծաղկին էլ եմ ինձ նմանած, մի սեմոչկայի ծաղիկ կա։ Ինչի՞։ Ինչով օրինակ։ Որտեվ իմ ամուսինն ինձ միշտ ասում էր, որ վրայից այդ սեմոչկայի ծաղիկի ոտնա։ Լուրջ։ Շատ լավ։ Սև թե սպիտակ։ Սև։ Փող թե սեր։ Գոսպեդի փող։ Քաղաք թե գյուղ։ Քաղաք։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կոնյակ։ Կատու թե շուն։ Շուն։ Տալ թե ստանալ։ Տալ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ֆիլմ։ Հայկական թե իտալական խոհանոց։ Իտալական։ Դուք ինչ նման եք, թե ես եմ ձեզ նման։ Ֆուտբոլ թե մարմնամարզություն։ Ֆուտբոլ։ Դարը թե քաղցր։ Դարը։ Նախընտրած կենաց։ Որն է։ Կյանքի կենացը։ Տենց կենաց եք ասում տիկինը։ Այդ ո՞նց եք ասում օրինակ։ Ասում խմենք կյանքի կենաց։ Շատ լավ։ Ամառ թե ձմեռ։ Ախր երկուսն էլ սիրում եմ։ Լուրջ եք ասում։ Ձմեռ։ Լավ։ Mercedes, BMW թե կա Mercedes եւ մեքենաներ։ Վերջացավ։ Իմ հարցի հետ պատասխանը դուք արդեն տվել եք, Աստծուց խնդրում եք, թե շատ շնորհակալ ենք, իմացանք։ Ոսկի թե արծաթ։ Իհարկե ոսկի։ TV թե ռադիո։ Ոչ նա, ոչ էլ նա։ Զմրուխ թե ադամանտ։ Ադամանտ։ Եվ վերջում երկար չմտածեք, ձեր սիրած հեռուստահաղորդավարուին։ Ձինա Կոպովա։ Վերջացավ։ Որտե՞ց մտածեմ։
Во все времена, кстати, дуэль կաշեի բեսմերտինես ես էլ։ Քանի տարի է, այն որ մարդիկ սպասում են, որ պիտի ծերանանք, բայց մենք գնալու, իմիջալուց ասում գնալով ավելի երիտասարդանում ես։ Հա, բայց ես էլ վիրատություն չունեմ։ Ինձ թվում է մեր հոգին մաքուր է։ Վիրահատությունները դիրմիկու, ես գիտեմ, որ դու չունես, բնածին գեղեցկուհի ես, ինչ վիրահատություն։ Հիմա իմ մաման պապան Իսկ եթե կա տարիքը, որ դա պետք լինի անել, ինչ որ միջամտություն, конечно, կանենք։ Տիկինան, պլյուս 45-ի մեջ եմ ես արդեն։ Նենց որ անցել է, այսօր 20 տարեկան Ջան, ես հələ 40 չկամ։ Շատ լավ։ Իսկ լավ տրամադրությունը ուզում եմ Եվ պահպանել։ դարար պլյուս 45, ինչքան գիտեմ դու ինձանից բավականին փոքր ես։ Տիկինան, Ես դուք ես ուզում եք տարին եթերում- օր պետքա դառնամ 40։ Լավ, 35 Չէ, պլյուս։ եթերում չեմ ուզում ոչինչ ասեմ ու չեմ ուզում вообще ֆիքսեմ տարիք։ Այո։ Մարդը այնքան է, ինչքան իր հոգին է, իր էներգիան է եւ իր արտաքին տեսքն է։ Հիանալի է։ Ես չեմ ուզում շատ ուրիշ հարցեր տենց անիմաստ, որովհետև ինչի պատասխանը չունեի ստացա իմ կարծիքով։ Ես կարող եմ շնորհավորել մեր։ Ես հենց դա էլ ուզում եմ ասել, տեսա խցիկը ձերն է։ Ես շատ սիրում եմ կանանց բոլոր ազգերի, բայց նամանավանդ հայ կանանց, որովհետև հայ կանայք ամեն ինչով են տարբերվում բոլոր ազգերի կանանցից։ Նվիրվածություն, ընտանիքին նվիրվածություն, արտաքին խնամք, գործունյա, խելամիտ, զարգացած, ամեն ինչից հասկացող եւ այլն։ Սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր, ուզում եմ որ դուք միշտ լինեք ուրախ, երջանիկ, առողջ, անհոգս, որ ուրախանաք ձեր ընտանիքում, որ հարգանք վայելեք շրջապատում, որ սիրեք եւ գնահատված լինեք ձեր տղամարդու կողմից։ Ուզում եմ որ ապրեք երկար, ուրախ, երջանիկ։ Սիրում եմ բոլորիդ եւ շնորհավորում եմ ձեր տոնը, այսինքն մեր տոնը։ Եվ իմ, եւ Ձինայի, եւ ձեր բոլորի։ Շնորհակալ եմ Ձինա ջան։ Ես եմ շատ շնորհակալ։ Եվ վերջում Տիկինարն եմ։ Դուք հայկական ապրանքանիշներից հեչ ինչ որ ծանոթ եք, օգտվում եք, կա տենց թեմա։ Իհարկե աղջիկը հենց հայկական արտադրողա, շատ բարձր եմ գնահատում, տեսնելով եւ իհարկե անպայման, եթե ես գնում եմ հայկական ոչ մի բան տեսնում, անպայման գնում եմ մեր տեղական, այո, քանի որ իմ աղջիկն էլ արտադրող է։ Եթե գաղտնիք չէ, ինչ է արտադրում։ Կոսմետիկ միջոցներ, ախտանման միջոցներ, հորեկայի մեջ, այո, մեծ, իհարկե ինքը մեքենա մաքրող միջոցներ, երեխաների խաղալիքներ, եւ այլն արտադրող է բավականին լուրջ։ Հա, Այո։ կա՞ ձեր աղջկան մեզ մոտ հյուրընկալենք։ Ես չգիտեմ, ես եւ իմ աղջիկը տարբերվում ենք ինչով, որ ինքը վրադ լի նստի ստեղ խոսի, կարող է ուղղակի, չգիտեմ, հովանավոր լինի ձեր հաղորդմանը եւ այլն։ Ինքը այդպես ավելի չեմ կարող ասել, բայց ես վստահ եմ, որ ինքը չի գա այսպես ինպես խոսի անկաշկանդ։ Դե ես մի քիչ ճանաչում եմ, էլի շփվել եմ։ Հա, ավելի սենց։ Այն որ մենք նստենք սուրճ խմենք, այդպես ավելի հեշտ կլինի, քան եթերում։ Երբ որ հաջորդ անգամ գաս ինձ այդ հարցերը տալու, այնպես կանեմ, որ կզրուցենք։ Ինչ հաճելի է։ Բայց մենք ունենք գործընկեր։ Իդեպ ասեմ, մեր գործընկերը հենց առաջինը լսեց, որ ինձ մոտ աղավարում մեկ ամսյակը բացելու է Տիկինայինը Չարչյան, ասաց՝ «Ջանա ջան, նվերներից տակ չէ անպայման Տիկինայինը»։ Ես չեմ բացահայտում խնամքի այստեղ միջոցները, բնականաբար Վիստոսո ապրանքանիշն է Տիկինայինը։ Ես եթե ծանոթ չեք ուզում եմ նվերը փոխանցել ձեզ, անպայման փորձեք եւ ինչու ոչ, նաեւ կարծիք արտահայտեք, որովհետեւ լուրջ Վիստոսոյի հիմնադիրները սպասում են ձեր արձագանքին։ Շնորհակալ եմ, անպայման ես այսպես անեմ։ Այո։ Օ։ Դիզայներները լավ է։ Այսպես կանեմ, որպեսզի նրանք հասկանան, որ նվերը անպայման պետք է նայել, չի կարելի վերցնել Համաձայն եմ։ ու գնալ եւ անպայման արտահայտել հիացմունքը, քանի որ տեղական արտադրողը ես մեծ սիրով կնայեմ,
եւ իրենց անպայման կօգտագործեմ եւ իրենց կմաղթեմ մեծ հաջողություններ իրենց բիզնեսում եւ անպայման կօգտվեմ իրենց ապրանքատեսակից եւ այնպես կանեմ, որ իմ շրջապատում էլ օգտվեն, որովհետեւ իրականում այդ էլ շատ պակասում է, որպեսզի զարգ տանք մեր տեղական արտադրողին, որպեսզի նրանք զարգանան։ Շատ կարևոր է, շատ շնորհակալ եմ մեր ձեր հովանավորին այս նվերի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ, ես տիկին Նարինե։ Դուք հիշում եք, չէ՞, ինձ մոտ տաղավարում, երբ որ առաջին անգամ եկաք, ասացիք. «Ձինա ջան, երբ դու ինձ հրավիրես, ես կգամ»։ Իսկ դու գիտես Մարտութի համար ես քանի հրավեր ունեի։ Ասեք, որ մենակ ինձ Զարանի ասում են, որ մայիսին, հիմա եմ ձեզ ասում, որ ձեր ծննդյան արդիվ ինձ մոտ հյուր լինեք բան, էլի լավ ընկերներից մեկը, բայց ես արդեն լիքը մարդ էլ ասում եմ, անեկդոտ հիշեցի, ասում եմ, լրիվ այդ անեկդոտի նման է, ասում եմ, Զարանի ուզում ես քեզ խոստանամ, օքեյ, ասեցի։ Ձինա ջան, չի եղել մի դեպք, որովհետև նախ հետաքրքիր է քեզ հետ, այս ժամանակս ես չեմ ուզում մյուսներին նեղացնեմ, իրենց հետ էլ այդ է, բայց քեզ հետ այդ դրայվը, այդ ոգևորությունը, այդ մենք էներգետիկի կոնտակտը փոխանցում է իրար եւ ավելի դրայվով անցնում այդ հաղորդումները, իհարկե, ես դեռ երբ որ թվին եմ ասել, չեմ էլ հիշում, երբ որ դու ինձ հրավիրես, ես քո հյուրը կլինեմ, սիրելիս։ Տիկին Նարինե, իսկ դուք հիշում եք, չէ՞, նաև հիշեցնեմ, որ ասացիք, ես նոր պրոյեկտ ունեմ, նախագիծ պատրաստում եմ նոր թեմա ունենալ, կկիսվեմ քեզ հետ։ Դեռ ունեմ։ Մռոչնի մոտ է, չէ՞ լինելու։ Ջինջան, երբ որ մի բանը ընթացքում է եւ դեռ չի ավարտվել, դրա մասին իմաստ չկա խոսել։ Բայց ուզում ասեմ իմ մոտ առաջինն է, էլի այտենց։ Դու կգաս առաջինը կնակարես, բացումը սենց ասեն։ Հա, տենց թեմա, հաճելի է։ Տենց թեմա։ Շատ լավ է։ Եվ հույսով եմ այդ բացման ընթացքում ես որպես հաղորդավարու էլ կլինեմ։ Ես սիրով կվարեմ այդ պահերը։ Ձինա ջան, Արի թող այդ օրը գա էլի։ Այո։ Չէ, իհարկե գալու է այդ օրը։ Այդ օրը գալու է եւ տենց է լինելու է, ты вообще не думай։ Դու արդեն ինձ հետ եւ ես քեզ հետ խայտարակ լավ հարաբերություններ ունենք, կարելի է ասել հին, ամրապնդված, սենց ամուր, դրանք երբեք չեն քանդվելու, տարիներ էլ անցնի, о чем ты думаешь։ Հա ես կամ դու կաս, ինչ լավ բան լինի, միասին անցնելու է։ Շնորհակալ եմ, որ դուք կաք ընդհանրապես։ Շնորհակալ եմ նաև, որ իմ կողքին եք։ Շնորհակալ եմ Դինա ջան, հաղորդումդ թող ծաղկի ու բարգավաճի։ Կտեսնում եմ, թե ինչ լավ հյուրեր ես ունենում եւ չի էլ կասկածում։ Թող քո կյանքում ամեն ինչ լինի վառ, այմիշտ այդ պոզիտիվ էներգիա մեջը, այդ մարդկանց սիրելու քո մեծ այդ հատկությունը եւ իհարկե կանանց գնահատելու եւ սիրելու իսկ իհարկե միշտ գրկաբաց ես քեզ պատրաստ եմ Ձինա ջան Լյուբոյ ասպարեզում աշխատենք միասին կամ ընկերություն անենք կամ մասնակցեմ քո հաղորդմանը դու գիտես որ ես ընդառաջ եմ շատ բոլոր լավ մարդկանց Շնորհակալ եմ շատ, ես ես շատ սիրում եմ։ Ես էլ քեզ։ Իսկ դուք հասկացաք, ինձ մոտ մեկնարկել է մեկամսյակը, իսկ ազդեցիկ կանանց։ Շարքը շարունակելու է։ Մեկնարկեց տիկին Նարինեն, ես կարողացա քիչ շատից փորփրելով նաև շատ անձնական հարցեր իմանալ, ներքին խոհանոցել եւ եթե դուք բաց եք թողել կեսնեք նայել, թողարկան մի մտածեք վաղը 13:05-ին կրկնությունը կարող եք վայելել եւ 1 ժամ հետո փնտրել եւ գտնել YouTube-ում։ Միջև հիմա ձեզ հետ մեծն տիկին Նարինե Չարչյանն եւ ձեր Ձինա Հակոբովնան բարին ձեզ։